ծրագրում Ղարաբաղի մասին են դրույթներ եղել, հապկի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք հապկի շրջանակներում խորացնելու մեր հարաբերություններ եւ այլն։ Ղարաբաղի մասին էլ է գրած է, որ խաղաղապահները Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ երաշխավորում են եւ այլն։ Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա։ Կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնենք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Եսա բանակցային թղթերը կբացահայտվեն եւ կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է, ֆեյք։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, հիմա շատ են ասում, չէ, 2018 թվից երևի սենց բաներ ան, եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլինեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել։ Եվ այո, սա առաքելությունն է, մենք այս առաքելությունը անում ենք։ Ես 2020 հələ մեր թիմակիցները ասում էին անդադ ինձ ասում են, խես տենց ասում, տենց մի ասա, տենց բան չի կարելի ասել, տենց։ Ես 2021 թվականին ընտրություններ էինք անում, ասացի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուր ու մուչ պատի տակ կանգնելու եմ։ Հիմա էլ եմ ասում։ Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք։ Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք, ճիշտ է, ինտուիտիվ, դա էլ է պետք արձանագրել։ Որ շատ բաներ հնարավոր չէր մաթեմատիկական հաշվարկների ենթարկել։ Որովհետև հասկանում եք, այդ գիտելիքը, ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ։ Ինչա պետությունը մենք նոր ենք սովորում։ Մենք նոր սովորում ենք, թե ինչա պետությունը։ Իրանք չգիտեն ինչա պետություն, իրանք գիտեն, թե ինչա ֆորպոստը։ Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել։ Բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, մենք որոշել ենք, որ պետք է անկախ պետություն լինենք, եւ իմիջայլոց մեր ծրագրի մասին, մեր ամենաառաջին եւ ամենակարևոր ծրագիրը եղել է Հայաստանի Հանրապետության հարատեվությունը ապահովելը։ Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության հարատեվությունը որպես ինքնիշխան պետություն։ Բայց այդ որ ասում եք ինչի եք զարմանում, որ ասում է, այդ սխալ է, որ ասում են 29743 քառակուսի կիլոմետր։ Բա ինչի 2018 թվականից կամ 2022 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությանը ըստ էության մի երկիր է եղել, որը պատրաստ է եղել ինչ-որ մի զինատեսակ վաճառի, ըստ էության։ Մի երկիր կամ մի տենց տեղ։ Մյուսները ինչի չեն վաճառել։ Մի պարզ պատճառով ասել են հարգելիներս, մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերը դուք օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար։ Ավելին մենք համոզված ենք, որ դա օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Իսկ դա կներեք մեզ համար անընդունելի է։ Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Երբ որ ասել ենք մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Իրանք դրանից են դժգոհ։ Իրանք այդ որ ասում են այդ 29000-ը վատ է։ Իրանք ասում են ոնց այդ գրպանից պետք է հետ գնանք այդ գրպան արա, դուք ոնց եք դուս եկել այդ գրպանից։ Այդ գրպանում աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Էդ էլ ասեմ, տպավորություն եմ փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի
հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ որ բան ունենք, վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք, կամ իրանք ես այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չէ, ինչի, բայց կներեք այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է։ Ամենաբարձրաստիճան մեր այսօրվա զինված ուժերը, հասկանում եք ինչ եմ ասում։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է Ղարաբաղցիների կողմից։ Բայց մենք Ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում։ Ոնց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Բայց մենք դավաճանել ենք, հələ մեզ ասում են դավաճանել եք, էս է կարել, են է կարել, են է կարել, են է կարել, չէ։ Այդ մարդկանց նկատմամբ ոչ միտեղ ես չեմ լսել, որ իրանց պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ ծագումով Ղարաբաղցի մարդիկ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։ Բայց մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում։ Եթե մենք դավաճանենք, ո՞նց է, իրանք գիտեն, չէ, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ, ամեն ինչ, բայց ո՞նց են այդ մարդիկ մեզ հետ աշխատում։ Բայց հարցի պատասխանով է տալու։ Ես անունով չնշեմ, բայց ասում եմ, չափազանցություն չկա։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում Ղարաբաղցիներ են։ Գալիս են ստեղ, խոսում են գիտության, խոսում են, վայ, գիտությանը, չգիտեմ, զրո բանում, չգիտեմ, աշխարհի միջինը այսքան է, մեր մոտ այսքան է։ 2018 թվից այսքոմ գիտության ֆինանսավորումը աճել է Հայաստանում 2.8 անգամ, 180%-ով։ Այսինքն 180%-ով աճել է ու հələ աշխարհի միջինին չի հասնում։ Գիտաշխատողների միջին աշխատավարձ 2000 վերջին տարիներին ուրեմն աճել է 3.2 անգամ 220%-ով գիտաշխատողների աշխատավարձը։ Եկել են ստեղ գիտության, մեկ էլ գիտության բանն են, սուքն են սքում։ 171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգում։ Եվ այս խոսույթը, տեսեք նույն վերադառնալով ռազմական սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային, այս խոսույթը առանց այն արձանագրման, որ մեր բանակը ոչ թե մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու։ Եթե այս ամեն ինչի իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրանք ուզում են մեզ անդադ հրեն եւ հրահրեն այնտեղ, մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել եւ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո, մենք խոսել ենք միայն բացառապես պաշտպանունակության մասին։ Եվ մենք ասում ենք, մենք Արցվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են, հա ինչա թուղթա ստորագրած է, հա ինչի այն մեկը նախաստորագրած է, Ժորժ ջան, մոռացել եք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ազգային ժողովը վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքած թուղթ, որը հիմա երկու երկրում ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ է խաղաղությունը։ Այն վավերացված ուժի մեջ մտածա, ասում են, դե վավերացված ուժի մեջ մտածա, այն ստորագրված է, դե ասում են ստորագրված է, այն նախաստորագրված է, այդ է խաղաղությունը։ Բա խաղաղությունը այդ է, բա խաղաղությունը կառուցվում է, բա որ խաղաղություն ըլներ,
Այս քայլի անհրաժեշտությունը չէր լիներ, կասեին կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Հիմա արդեն ասում ենք, որ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Ասում են, բա մարդու համար է, մարդու համար է։ Հիմա ես դες խելագար թվեր ասեմ։ Դուք գիտեք, չէ, որ այսօր ով է հիշում ընդհանրապես դրա մասին։ Ով է ընդհանրապես այդ թեմային անդրադառնում, չկա տես թեմա, որովհետև։ Ուրեմն 2018 թվականից առաջ Հայաստանում գործարար համայնքը տառապում էր իր ավելացված արժեքի հարկը հետ ստանալու համար։ Տասնյակ տարիներով տասնյակ միլիարդների պետությունը պարտքա ունեցել գործարար համայնքին։ 2018 թվականից մինչև օրս տնտեսական համայնքին վերադարձված ավելացված արժեքի հարկի գծով մենք վերադարձրել ենք 255 միլիարդ դրամով կամ 435%-ով կամ 5.4 անգամ ավելի շատ գումար, քան նախորդող, ասենք օրինակ 2010-ից 17 թվականը։ Հիմա ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Կներեք այդ թվում նաև գործարար համայնքով ա վերկենում, ասում հələ մի րոպե ժողովուրդ ջան, բա մենք այնքան տառապում ենք, մի կոպեկ չենք կարում պետությունից հետ ստանանք, հիմա ամեն ամիս ճշգրիտ օրը գալիս է, փողը նստած է մեր հաշվին։ Մարդու համար է սա, թե մարդու համար չի։ Եկամտային հարկի գծով վերադարձրել ենք 2018 թվականից մինչև օրս 377 միլիարդ դրամ Հայաստանի քաղաքացիներին։ 2010-17 թվականի համեմատ աճը 9337% կամ 94.4 անգամ։ Այս փողը կոնկրետ մարդիկ են ստացել։ Այդ կոնկրետ մարդիկ մի քանի տասնյակ հազարավոր ընտանիքներ 18-ից այսքան բնակարան են ձեռք բերել։ Այդ մարդիկ են, թե մարդիկ չեն, հա չեմ, բան չունեմ ասելու։ Կան մարդիկ, որ 2 հատ են ձեռք բերել։ Ընտանիքներ, որ 2 հատ են ձեռք բերել։ Մարդիկ են իրանք, թե մարդ չեն։ Մարզերում, հիմա համաչափ զարգացման մասին, մարզերում առաջնային շուկան վերջին 2018-ից մարզերում, Երևանը չեմ ասում, որ ասեն ամեն ինչ Երևանում, մարզերում նախորդող շրջանի նկատմամբ, այսինքն համատում ենք 18-ից 25-ը եւ 10-ից 17-ը, 10606 բնակարանի ձեռքբերում ա եղել մարզերում, աճը 1104%, բայց այս մարդիկ են, թե մարդիկ չեն։ Այս կելեն ասում են համայնքներից, ասում են վայ համայնքների դոտացիաները նախորդող նույն շրջանի համեմատ աճել են 232 միլիարդ դրամով։ Այսօր ասում են մենք ընդդիմադիր համայնքների բաներին, վայ, ինչ ենք անում։ Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում, մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում։ Մի հատ չէ իրանց ժողովրդին չեն էլ ասում, որ ժողովուրդ ջան, այս փողի 70-80% կառավարությունն ա տվել։